Մյուս բնագավառը, որի վրա ցանկանում ենք կանգ առնել իշխանության, Օգոստոսի իշխանության անատոմիայի դիտանկյունից, դա ֆինանսական քաղաքականություն էր, res rationis։ Ավանդաբար հռոմեական գանձարկը պետական կոչվում էր errarium, նա տեղավորված էր Յուպիտեր կապիտոլիականի տաճարում։ Պետական բոլոր մուտքերը, բոլոր տեսակի ասենք ռազմատուգանքները, ավարը, ասենք որ բերում էին հաղթական զորահրամանատարները, բերում էին եւ կուտակվում էին այստեղ։ Հռոմեական պաշտոնյաների մեջ կային 16 հոգի, որոնք կոչվում էին կվեստորներ, մենք դրա մասին բավական խոսել ենք, որոնք կազմակերպում էին այս գործը։ Դա Յուպիտերի եւ քրմերի հսկողության ներքո էր, իսկ իրենք էլ հմուտ ֆինանսական գործարքների մասնագետներ էին, որոնք ամեն տարի վերընտրվում էին։ Մենք ժամանակին ասել ենք, որ եթե նրանցից ոմանք էլ չունեին պրոֆեսիոնալ պատրաստություն, այո, նրանք իրենց հաշվին համագրում էին մասնագետների, որոնք կատարում էին այդ գործը եւ իրենք էլ վճարում էին։ Թեպետ իրենք պետական գանձարկից ոչինչ չէին ստանում, բայց դա մեծ պատիվ էր իրենց համար եւ պաշտոնեական առընթացի համար, եթե մարդը չի դարձել կվեստոր, այլևս այլ պաշտոնի հավակնել չէր կարող։ Բայց Օկտավիանոսի ժամանակ ստեղծվեց պետական մեկ այլ գանձարկ, դա կոչվում էր ֆիսկուս, ֆիսկալ ապարատ, ես չգիտեմ ինչ, հիմա որ տարածված է եվրոպական տարբեր լեզուներում, դա կայսերական գանձարկն էր։ Հիշենք, որ Օկտավիանոսը ինքը բավական հարուստ մարդ էր։ Միայն այն բանը, եթե հիշենք, որ Եգիպտոս պրովինցիան իր անձնական պրովինցիան էր։ Եգիպտոս ամբողջ միջերկրական ծովը ապահովում էր հացահատկով եւ այլ բարիքներով։ Եվ սա իր ձեռքին էր։ Եվ նա սա օգտագործում էր առանձին, մենք արդեն ասացինք, հասարակական ֆոնդերի եւ այլի գործով։ Այդ ժամանակաշրջանի աշխարհի թերևս ամենահարուստ մարդը ինքն էր։ Ֆիսկուս, կայսերական։ Այս կայսերական գանձարկը կառավարելու համար նա ինքն էր նշանակում լեգատների, պաշտոնյաների, որոնք հաշվետու էին միայն իրեն։ Նրանց նշանակում էր առնվազն 5 տարի ժամանակով, եթե նախորդները ընտրում էին 1 տարի ժամանակով եւ հաշվետու էին աշխարհաժողովին եւ ծերակույտին, ապա սրանք, այս լեգատները, ֆիսկուսի լեգատները, հաշվետու էին առաջին հերթին իրեն։ Բայց հետագայում ժամանակի ընթացքում պարզվեց, որ այս երկուսի տարբերություններն այնքան մեծ չեն, որովհետեւ Էրարիումի 16 կվեստորները վերջին հաշվով էլի պատասխանատու էին եւ հաշվետու էին Օկտավիանոս Օգոստոսի առաջ։ Սրանք ներկայացնում էին պետական մուտքերը, պետական ելքերը, ծախսերը եւ դրանց հաշվեկշիռը, քանի որ պետական բյուջեն ձևավորում էր հենց այս հաշվեկշիռների հիման վրա։ Մյուս բնագավառը, մենք պետք է քննարկենք, դա հռոմեական տերության կառավարումն էր։ Հռոմը մենք ասել ենք, որ դարձել էր մեծ ահռելի տերություն, սկսած Բրիտանիայից մինչև Եգիպտոսի, Նեղոսի առաջին սահանքն ընկած տարածքը, սկսած Իսպանիայից մինչև Եփրատ այս ահռելի տարածքը։ Եվ այս տարածքը պետք էր կառավարել։ Գալով իշխանության Օկտավիանոսը հայտարարեց, որ հաստատվում է Pax Romana, հռոմեական խաղաղություն։ Բայց սա միայն առօրյական խաղաղությունը չէր։ Դա կառավարման կարգն էր, օրենքներն էին, կայունություններ, հաստատություններ, այո, բարեկեցություններ այդ տարածքում ապրող ժողովուրդների։
Ժամանակին մենք ասել ենք, որ այս տարածքում ապրում էին տարբեր կարգավիճակի ժողովուրդներ, ամեկի պոպուլի Ռոմանի, հռոմեական ազգի բարեկամներ, սոցիոպոպուլի Ռոմանի, հռոմեական ազգի դաշնակիցներ, մունիցիպիալ կառույցներն էին հանդես գալիս, պրեֆեկտուրաները եւ այլն, դրանք այսպես կախվածության տարբեր աստիճաններ էին ներկայացնում, որը Հռոմը Օկտավիանոսը ժառանգել էր հանրապետությունից։ Ուրեմն այս գիծը պահպանել հանրապետականը, բայց նրա իշխանության մեջ երևում էր նաև մեկ այլ գիծ։ Մենք գիտենք, որ 32 թվականին, երբ ընթանում էր պատերազմ Մարկոս Անտոնիոսի դեմ, Օկտավիանոսը իր ընկերների խորհրդով, հատկապես Ագրիպպայի և Մեկենասի խորհրդով, արևմտյան պրովինցիաներին ստիպեց, որ իրեն հավատարմության երդում տան։ Ինքը փաստորեն այդ պրովինցիաների, այդ տարածքների նկատմամբ ճանաչվում էր պատրոն, և իշխանական, և իրավական, և կրոնական իմաստներով։ Իսկ նրանք ճանաչվում էին իր կլիենտը։ Այսինքն, այս մյուս միտումը, որ նկատվում է Օկտավիանոսի ժամանակաշրջանում, կարծես թե իչիք էր դարձնում նախկին այդ դերակատարությունները, աստիճանակարգությունները։ Բայց այնուամենայնիվ Օկտավիանոսն աշխատում էր պահպանել դրանք։ Այս երկու միտումներն էլ առկա են իր մոտ։ Եվ հետագայում ի հաշիվ դրա նա որոշեց, որ ամբողջ կայսրության պրովինցիաները պետք է բաժանի երկու խմբի։ Առաջինը ավանդական պրովինցիաներն էին, և երկրորդը կայսրական պրովինցիաներն էին, որոնք անմիջապես ենթակա էին իրեն։ Ավանդական պրովինցիաները դա երկրորդական կարգի պրովինցիաներն էին։ Աֆրիկայում տեղի վայրի ցեղերի հարձակումներին դիմակայելու համար նա ստեղծել է 4 պրովինցիաներ։ Բալկանյան թերակղզում նա ստեղծեց նոր պրովինցիաներ, ստեղծեց այդ պրովինցիաների կարգը Դալմացիան, ստեղծեց Պանոնիան, ստեղծեց Նորիկոմը, ստեղծեց Ռեցիան, ստեղծեց, կար նաև Իլիրիկոմը, հարավում դրանցից գտնվում էր Մակեդոնիան, Թրակիան, այնտեղ կար նաև Ասիայում կար պրովինցիա Ասիա, կար պրովինցիա Կիլիկիա, կար այնտեղ պրովինցիա Ռոդոս, և այլ, աստիճանաբար նրանք ներթափանցում էին Փոքր Ասիայի խորքերը։ Դրանք երկրորդական կարգի պրովինցիաներն էին։ 25 լեգիոններից միայն 5-ն էին կանգնած այս տարածքներում։ Իսկ մնացած խոշոր ամենակարևոր լեգիոնները, սկսած Սպանիայից, որը նա վերջնականորեն գրավեց 23 թվականին, Գալիա պրովինցիան, Սիրիա պրովինցիան, Եգիպտոս պրովինցիան, որտեղ ապրում էին կայսրության ազգաբնակչության մեծ մասը։ Եվ այստեղ կանգնած էին 20 լեգիոնները, որ անմիջապես իրեն էին ենթարկում։ Սրանք համարվում էին կայսրական պրովինցիաներ։ Եթե նախորդ ավանդական, սենատական պրովինցիաների կառավարիչները նշանակվում էին նախորդ կարգով։ Կոնսուլները մեկ տարի պաշտոնավարությունից հետո դառնում էին պրոկոնսուլ և մեկ տարի ուղարկում էին պրովինցիաները կառավարելու։ Մենք ասել ենք, որ նրանք գալիս էին, լավ էլ կողոպտում էին այդ պրովինցիաները։ Այնուհետև կային պրետորներ, որոնք պրետորի կարգավիճակով երկրորդական կարևորության պրովինցիաներ էին գրում։ Անգամ ավելի փոքր բաներ կային, պրոկվեստորներ կային, որոնք կառավարում էին դրանք, բայց Օկտավիանոսը աստիճանաբար սրանցից հրաժարվում էր, օրինակ տալով կայսրական իր պրովինցիաներից։ Այստեղ նա նշանակում էր լեգատներ, ոչ թե 1 տարով, այլ 5 տարով, որոնք
կառավարում էին այդ պրովինցիաներում եւ հաշվետու էին իրենց։ Պաշտոնի գնալուց առաջ նրանք գալիս էին եւ ստանում էին փաստաթուղթ, որ կոչվում էր ֆաբուլա։ Այս ֆաբուլայի մեջ նշում էր ինչ այս պրովինցիան, ինչ սահմաններ ունի, ինչ բնական հարստություններ ունի, ինչ ազգաբնակչություն ունի, ինչ ճանապարհներ ունի եւ ինչ խնդիրներ նա պետք է լուծի այստեղ։ Եվ այս բոլորը, ներկայացնում էր անձամբ իրեն։ Հետագայում իհարկե այս երկու տիպի պրովինցիաների տարբերությունները վերացան, բայց ֆորմալ ձևով դեռևս ահագին ժամանակ նրանց տարբերությունները հələ դեռևս աչքի էին ընկնում։ Տարբերություններից ամենակարևորն այն է, որ նախքին, ասենք, ավանդական պրովինցիաների կառավարիչները այլևս կողոպտելու մեծ շանսեր չունեին, որտեղ Օկտավիանոսը եւ իր պաշտոնեությունը հետևում էր նրանց բոլոր գործողությունների։ Եվ նա լավ ինֆորմացիա ուներ, թե ինչ է կատարվում երկու տեսակի պրովինցիաներում։ Բանն այն է, որ դեռևս Գնեոս Պոմպեոսը ներմուծել էր մեկ նորություն, որ պրովինցիաների կառավարիչներից բացի պրովինցիալ քաղաքային համայնքները, պրովինցիալ գյուղական համայնքները, մունիցիպիաները, բարեկամները, դաշնակիցները իրավունք ունեին նամակագրական կապի մեջ մտնել Օկտավիանոսի հետ եւ իրենց խնդիրները ներկայացնել իրեն։ Այստեղում, պրինցեպսը, կայսրը երկակի ինֆորմացիա ուներ, մի կողմից բնական ինֆորմացիան, որ գալիս էր ավանդական կառավարման խողովակներով, եւ մյուս կողմից էլ, այս համայնքների ինֆորմացիան։ Եվ ընդհանրապես Օկտավիանոսի պրովինցիալ քաղաքականությունը այդքան հակված չէր ուղղակի ճնշումների եւ թելադրանքի վրա։ Նա հարգում էր տեղական ինքնավարությունները, տեղական օրենքները։ Եթե դրանք վճարում էին իրենց հարկերը, 10%-անոց հարկերը եւ ստանում էին ապահովություն։ 10%-անոց հարկերի դիմաց նրանք ստանում էին կայունություն, բարեկեցություն եւ ապահովություն։ Այս նորամուծությունների հետ միասին Օկտավիանոսը ձևակերպեց պրովինցիալ համակարգի մի նոր հարացույց, մի նոր մոդել հնարեց, որտեղ բոլորը, հակված էին դեպի կայսրությունը եւ նրա կենտրոնը։ Հնարավորինս կանգնեցվում էին այստեղ չարաշահումները, 10%-անոց հարկի դիմաց նրանք ստանում էին եւ ճամփորդելու, եւ հաղորդակցվելու, եւ առևտրելու, եւ արտադրելու մեծ հնարավորություններ։ Կամաց սրանց մեջ Օկտավիանոսը արդեն մտցնում էր հռոմեական, այսպես ինքնագիտակցություն։ Տարօրինակ չէ, որ բոլոր պրովինցիաներում կային Հռոմին, Հուլիոս Կեսարին եւ անգամ իրեն Օկտավիանոսին նվիրված տաճարներ եւ մատուռներ։ Պաշտամունքի առարկա էին նրանք։ Մյուս նորամուծությունը կայսրությունը մենք ասացինք բյուրոկրատանում էր, կառավարման համակարգը բարդանում էր։ Այո, այս կատարված բոլոր փոփոխությունների հետ միասին Օկտավիանոսը ստեղծեց մի կառավարման օրգան, որը դեռևս ստվերային էր, սա չէր օրինադրվել, կոչվում էր Consilium Principis, կայսեր խորհուրդ։ Այս կայսերական խորհրդի մեջ մարդիկ ընդգրկվում էին բացառապես ըստ իրենց անձնական հատկանիշների։ Եթե նախինում նախորդ համակարգերի մեջ ըստ իրենց ծագման, ըստ նախնիների, ըստ չգիտեմ քաջության եւ իմաստնության գործերի եւ այլն բերով, ապա այստեղ, կատարվում էր միայն անձնական հատկանիշների հիման վրա։ Այստեղ անգամ ասում էին, որ կային մարդիկ, որոնց նախնիները եղել են նախկինում ստրուկներ, բայց ունեին բարձր պրոֆեսիոնալ
արհեստավար հատկանիշներ եւ Օկտավիանոսը նրանց ընդգրկում էր այս խորհրդի կազմում իր խորհուրդներ Consilium Principis եւ դրա մեջ ուրվագծվում էին մի քանի արդեն բաժանմունքներ, որոնք պատասխանատու էին կայսերական քաղաքականության այս կամ այն բնագավառի համար։ Առաջինը կոչվում է de rationibus, ֆինանսական գործերի բաժինը։ Մենք ասացինք, որ կար պետական գանձարկի երկու տեսակ, բայց սրանք հետևում էին նրանց գործունեությանը եւ տեղեկություններ տալիս Օկտավիանոսին։ De rationibus, մարդիկ էին, որոնք չափազանց լավ պատկերացնում էին ֆինանսական գործը եւ մի անգամ շեշտենք եւ իրենց պատասխանատու էին զգում միայն Օկտավիանոսի դիմաց։ Երկրորդ բաժինը de epistolis, նամակագրությունների, մենք կարող ենք ասել նաև արխիվի, կայսրությունը կառավարել նշանակում է թղթակցել, նշանակում է գրել, նշանակում է հետևել, քիչ առաջ էլ ասեցինք իրենք էլ կարող էին, Օկտավիանոսին նամակներ գրել, ոչ միայն պրովինցիայի ղեկավարները, այլև քաղաքային համայնքները, գյուղական համայնքները, կրոնական համայնքները, եւ այս բոլորը պետք է կարգաբերվեր de epistolis, նամակագրության բաժինը։ Այնտեղ կար բաժին de provinciis, պրովինցիաների բաժինը։ Սրանց առաջարկով էր, որ Օկտավիանոսը պրովինցիաներում սկսեց մտցնել նոր պաշտոնեություն, պրոկուրատորների պաշտոնը։ Curro լատիներեն բառն է, նշանակում է հոգ եմ տանում։ Պրոկուրատոր, մեր պրոկուրորները այստեղից, պետական շահի, պահապաններ էին դրանք։ Հիմնականում տնտեսական շահերն էին մեծ պրովինցիաների ներկայացնում, կարող էին նաև փոքր պրովինցիաների կառավարիչներ լինել սրանք։ Եվ վերջապես վերջին բաժինը, որը ուրվագծում էր այստեղ, կոչվում է de voluptationibus, կայսերական զվարճանքների բաժինը, բայց սա սովորական քեֆ ուրախության մասին չէր խոսքը։ Սա դեսպանություններ ընդունելու, նրանց հետ բանակցելու, նրանց առաջարկություններ անելու, նրանց լսելու, նրանց կարգադրելու, վերջապես առաքելություն ուներ։ Եվ դրանք այս 4 բաժինները լավ համագործակցում էին միմյանց հետ։ Բայց մենք սրա մասին քիչ գիտենք, քանի որ Օկտավիանոսը սրանց պահում էր ստվերում։ Դա իր անձնականն էր։ Բայց ժամանակի ընթացքում աստիճանաբար մոտ 100-120 տարվա ընթացքում սրանք արդեն դառնում են պետական Հադրանոս կայսեր ժամանակ դառնում են պետական կառավարման օրգան։ Եվ ավելի զարգացած կառույցով էին ներկայանում։ Դուք ինչ հետաքրքիր կառավարման համակարգ են ստեղծում, օգտագործելով հինը, ավելացնելով նորը, համաբերելով, համադրելով դրանք բոլորը իր անձնական աուկտորիտասի հեղինակության, եւ իր խարիզմատիկ, եւ իր ռազմական, եւ իր կրոնական, եւ իր քաղաքական իշխանության ներքո կառավարման համակարգը դառնում է բարդ, համապատասխան տերության կանոններին, պահանջներին։ Վերջապես վերջին դիտանկյունը Օկտավիանոսի քաղաքականության, որ մենք պատրաստվում ենք ներկայացնելու, դա նրա մշակութային քաղաքականությունն է։ Մշակույթը մենք անցյալ դասին խոսել ենք այդ մասին, Օկտավիանոսի ժամանակ դառնում է պաշտոնական, օֆիցիոս, մասնակցում է պետական քարոզչությանը, նրան տալիս են առաջադրանք, եւ նա իրագործում է այդ քարոզչությունը։ Այս գործը ղեկավարելու համար Օկտավիանոսը իր մտերմակուն գործչին, ընկերոջը, Մեկենասին, որի անունը մնացել է պատմության մեջ, Մեկենասին էր հանձնարարել։
այս անձը բավական լայն մտահորիզոնի տերանձնավորություն էր եւ համաբերում էր իր ժամանակաշրջանի մտավորականներին կայսրությունը պրոպագանդելու, կայսրությունը մտահոգևոր պլազմայով եւս միավորելու քաղաքականությամբ։ Եվ տարօրինակ չէ, որ այստեղ իր հանգուցալուծմանն է մոտենում process-ներ, որոնք սկսել էին հանրապետության մեջ մշակութային գործընթացներ, որոնք սկսել էին երկրորդ դարից, դեռևս Քրիստոսից առաջ։ Այս տեսանկյունից մենք առանձնացնում ենք երեք խոշոր գործիչներին նախքան Օկտավիանոսի ժամանակաշրջանի։ Առաջինը մենք ասում ենք Պոլիբիոսին, որը գրել էր համաշխարհային պատմություն եւ պետք է արդարացներ, հռոմեական գերակայությունը միջերկրական ծովում ընդամենը մեկ սերունդի ընթացքում ձևավորված, բայց նա գիտեր, որ պետությունները վաղ թե ուշ մոտենալու են իրենց անկումին։ Գիտենք, որ այս հերոսը նկարագրել է Սիփիոն Էմիլիանոս խոշոր պետական գործին, որ կանգնած Կարթագենի ավերակների վրա, հակառակորդի քաղաքի ավերակների վրա 146 թվականին ողբում էր Հռոմի բախտը, որ այս բախտը սպասում է նաև իմ հայրենիքին։ Պոլիբիոսի համակարգը գուշակել է։ Այդ գուշակած տարածքում ապրում է Սալյուսիուս պատմագիրը։ Հատկապես նրա Կատիլինայի պատերազմը գործը, որի մեջ նա նկարագրում է այդ անկումը հասարակական, կրոնական, ռազմական, բարոյական, բոլոր առումներով։ Եվ ամեն ինչ հասնում է իր ծայրահեղ դրսևորմանը։ Եվ վերջապես գալիս է Կիկերոնը, արդեն Քրիստոսից առաջ 50-ական թվականներին նա սկսում է մշակել նոր հարացույց, ինչպես դուրս գալ այս ճգնաժամից։ Եվ նա կարծում է, որ ճգնաժամից կարելի է դուրս գալ խոշոր անհատականության եւ անվանդական հանրապետության համադրելության ճանապարհով։ Ի հաստատումը դրա նա գրեց իր հանրապետություն նշանավոր երկասիրությունը։ Այո, Եվ Պոմպեոսի կոնսուլությունը առանց պաշտոնակցի մենք արդեն բազմիցս խոսել ենք դրա մասին, հենց սրա դրսևորումներ։ Գալով իշխանության Օկտավիանոսը հիշում էր այս բանը, որ ճգնաժամից կարելի է դուրս գալ ոչ թե ռազմական դիկտատուրաների ձևով, որպեսզի ներկայացրել էր Սուլլան, որպեսզի ներկայացրել էր իր հոգևոր հայրը Հուլիոս Կեսարը եւ երկրորդ Երապետությունը, այլ պետք է համադրել իշխանական բոլոր լծակները իր հետ եւ ըստ էության նա այս գաղափարի կրողն էր, ըստ էության սա առաջնորդեց նրան դեպի հաղթանակ եւ նա առաջ դրանք տվեց Մեկենասին ստեղծել մտավոր խմբակ, որը կմշակի այս իրողությունները։ Ունի ժամանակ կամ նրանից մի քիչ առաջ Մարկուս Տերենցիուս Վարոն, հանրագիտակը, որ ստեղծել է բազում գործեր, ներկայացնելու հռոմեական հասարակությունը, հռոմեական հնույթները, լատիներեն լեզուն, հռոմեական օրենքները, հռոմեական արդարությունը, հռոմեական շինությունները եւ այլն, ասում եմ շուրջ 600 հատոր։ Մյուսը Դեդիմոս ստոիկ փիլիսոփա, Օկտավիանոսը նախկին ստրուկ էր, Օկտավիանոսի մտերիմ խորհրդատուն, աշխարհը ինչ կառուցվածք ունի, ինչ է լոգոսը, որտեղից է լույսը գալիս աշխարհի վրա, լույսը նաև արդարությունը, լույսը նաև օրենքը, լույսը նաև բարեկեցությունը եւ այլն եւ այլն։ Այնուհետև գալիս են արդեն գրական գործիչներ, Հորացիուս բանաստեղծ, որ գրել է էկոլոգներ, սատիրներ, օդաներ, որից մեջ նկարագրում է արդեն հոգնած հասարակության երազը, ուտոպիան, ապրելու ստեղծագործ աշխատանքը։ Նա նկարագրում է հասարակ հողագործներին, անասնապահներին, նրանց բարի կյանքը, նրանց օրինավոր պահվածքը համարում է սոցիալական իդեալը։
իր էկլոգներից մեկի մեջ նա ասում է, որ կծնվի մի երիտասարդ, որը կփրկի աշխարհը։ Քրիստոնյաները հետագայում ասում են, նա Քրիստոսի մասին էր խոսում, իսկ հռոմեացիները այն ժամանակ մտածում էին, որ Օկտավիանոսի, Օգոստոսի մասին է նա խոսել, որ պետք է գա եւ փրկի երկիրը, ամբողջ տերությունը ներքին գժտություններից։ Այնուհետև Վերգիլիոս բանաստեղծը, որի կարևորագույն գործը Էնեականն է, Էնեոս հռոմեացիների նախնին էր հավարվում, որն եկավ եւ որի նախնիները եկան եւ ստեղծեցին Հռոմ քաղաքը, սկսած լեգենդար Ռոմուլոսից մինչև իր օրերը, նկարագրում է հռոմեական ամբողջ պատմությունը իր հերոսներով, հակահերոսներով, իդեալական արքաներով, եւ մտածում որ իդեալական կարգը նորից արքայական պետք է լինի, բայց միայն հռոմեական ձևով, որի մասին Օկտավիանոսը չէր ուզում բարձրաձայնել։ Այս գործը թարգմանվել է հայերեն Վերգիլիոսի գործը վերջերս եւ բավական լավ թարգմանությունը իր կոմենտարներով։ Մյուսը Տիտուս Լիվիուս հռոմեական պատմագիր, որ գրել է բազմահատոր իր գործը Աբուրբե Կոնդիտա, քաղաքի հիմնումից ի վեր մինչև իր ժամանակաշրջանը, նորից իմի է բերել ամբողջ հռոմեական պատմությունը, որպեսզի ցույց տա, որ Օգոստոսի կառավարման ժամանակաշրջանը դա օբյեկտիվ, օրինական կառավարման ժամանակաշրջան է, սեկլը նովում, նոր դարաշրջան է բերում իր հետ Հռոմում։ Եվ դրանից հետո Ստրաբոն թեպետ ինքը հռոմեացի չէ, Հռոմում էլ չի ապրել, աշխարհագրագետ, բայց իմի բերեց ամբողջ աշխարհագրական գիտելիքները, ամբողջ բնակեցված աշխարհի մասին էկումենը։ Եվ ցույց տվեց միացյալ բնակեցված աշխարհը, սկսած Սպանիայից մինչև Հնդկաստան։ Իսկ Հռոմը իրեն ներկայացնում էր բարձր ամբողջ այս էկումենայի նկատմամբ իր գերակայությամբ։ Եվ կար մի պատմագիր ևս Վելեուս Պատերկուլոս, այդպիսի պատեր, որը երկու հատորով հակիրճ գրել է Հռոմի պատմությունը, որպեսզի կարճ ներկայացնի հռոմեացիներին սկիզբը, զարգացումը եւ վերջը։ Բայց դրա հետ միաժամանակ կա մի գրական ստեղծագործություն ևս, որ կոչվում է Resgeste Divi Augusti, գործք Աստվածային Օգոստոսի, որը վերագրվում է իրեն։ Նա նկարագրվում է այստեղ Օգոստոսի կառավարումը եւ նրա քաղաքական ասպարեզիչնելուց ժամանակից սկսած մինչև իր օրերը։ Ինչ երկրներ, ինչ պրովինցիաներ, ինչ ժողովուրդներ, ինչ օրենքներ, ինչ սովորություններ, ինչ է միավորում Հռոմը այս բոլորի ներքո եւ տարօրինակը, որ մեծ հայքին նվիրված հատուկ հատված կա այստեղ։ Եվ այս նրա կատակը այդպես են երբեմն կոչում, արձանագրված քարի մեծ տախտակների վրա, լատիներեն եւ հունարեն լեզուներով կանգնեցվում էին կայսրության բոլոր ծագերում։ Մենք դրա օրինակը ունենք Անկյուրայի մոտ, Անկարայից ոչերու հունարեն լեզվով։ Կանգնենք այստեղ։ Օգոստոսի պետական կառույցը, գաղափարախոսությունը եւ որը ամբողջացրեց այս process-ները հոլիստական, ամբողջականացնող տեքստերի մեջ։